Թուրքական ապրանքը մեծ մասամբ աղբ է։ Մենք կարող ենք ավելի լավ, ավելի որակով ապրանք ներմուծել ուրիշ պետություններից, նախ դա առաջինը։ Երկրորդը, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տեղական արտադրողին օգնենք եւ նույն այդ ապրանքները, որ տապեչկաներ, սալֆետկաներ, չգիտեմ, հագուստեղեն, որ ներմուծում ենք դրսից, մենք կարողանանք տեղում արտադրել եւ զարգացնել մեր տնտեսությունը։ Պետք է մենք ինքնասիրություն ունենանք, արգելենք ադրբեջանական եւ թուրքական ցակում ունեցող ապրանքները։ Ինչի համար, որովհետեւ նույնը արել են նրանք։ Նույն Ադրբեջանում եւ Թուրքիայում հայկական ապրանքների մուտքը արգելված է։ Այսօր դուք գիտեք, որ ռուսական մին ինքնաթիռ խփելու համար Ռուսաստանը արգելեց թուրքական ապրանքները իր մոտ։ Մի զինվոր զոհվեց իրանց մոտ։ Հիմա մենք այսքան կորուստներ ենք տվել ու պետք է թույլ տանք նույն ձևի մեր թշնամիների ապրանքները մեր աչքի տակ վաճառվեն։ Այսինքն նրանք մեզանով հարստանում են, պետք է դրա դեմ պայքարենք։ Այսօր մենք գնացել ենք եւ գնել ենք թուրքական ապրանք խանութներից եւ այս թուրքական ապրանքը գնելուց մենք նաև նկատել ենք, որ լիքը գնահատիվ կա հայկական արտադրության ապրանքներ, որը որակով եւ գնայնությամբ չի զիջում այս աղբին, որը մենք գնում ենք եւ դրանով ֆինանսավորում ենք մեր թշնամուն։ Եվ մենք կոչ ենք անում չգնել թուրքական ապրանք, չզինել թշնամուն, չֆինանսավորել թշնամու զարգացումը։ Ոչ թե մի անգամ եկանք դիմում նամակ հանձնեցինք եւ գնացինք, այլ բնականաբար լինելու է շարունակական մեր բողոքը եւ բնականաբար փորձելու ենք ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք այս հոգեբանությունը ստեղծել, որ այս ամենը ամբողջ հարության մակարդակով